Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով նոյեմբերի 16-ին կայանալիք վաղաշաբաթի համայնքապետի ընտրությունները դարձել են իշխանական համակարգի ներսում ամենակննարկվող թեմաներից մեկը։ Վերջին ամիսներին քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության գրեթե բոլոր նիստերում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է այդ հարցը, ինչպես Արգիշտի Մեխակյանին համայնքապետ դարձնել։ Ըստ աղբյուրների իշխող ուժը գործի է դրել իր ողջ կուսակցական եւ վարչական ռեսուրսը։ Կիրակի օրը ԿՊԱ-ականները պետք է ամբողջ կազմով լինեն էջմիածնում, թե կուսակցության գրասենյակում, թե տարբեր ընտրատեղամասերում։ Նպատակն է վերահսկել ընտրական գործընթացը եւ համոզվել, որ ամեն ինչ ԿՊ-ի սրտով է լինելու։ Ճիշտ եւ ճիշտ ՀՀԿ-ի օրոք կազմակերպված ընտրությունների նման, երբ падգամավորները հաճախ իրենց թիկնազորով ընտրատեղամասում էին կամ դրանց շուրջ իրավիճակը վերահսկելու։ Իշխանական շրջանակում այժմ լարված սպասումներ են քարոզարշավի վերջին օրերն են եւ ինչպես մեր աղբյուրն է ձևակերպում, բոլորը մեկ մարդու պես վազում են էջմիածին մասնակցելու Մեխակյանի հաղթանակի ապահովմանը։ Ըստ մեզ հասած տեղեկությունների ընտրարշավի ընդհանուր համակարգումն իրականացնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն ու Արմավիրի մարզպետը, ՀԿ-ականների երբեմնի սիրելի Վահրամ Խաչատրյանը։ Նրանք պարբերաբար զեկուցում են վարչապետին ընթացքի մասին եւ վստահեցնում, որ ընտրական գործընթացում խնդիրներ չեն սպասվում։ Մինչդեռ իրավիճակը հետեւյալն է. համացանցը հեղեղված է միջնորդավորված ընտրակաշառքների դեպքերով, մեկ մի բարերար է կերուխում կազմակերպել, մեկ ԿՊ-ի դպրոցի տնօրենն է Մեխակյանի համար բարեգործություն անում, ձայն հավաքում, մեկ Մակարյան Նյուզը տեսանյութ է հրապարակում, թե մի կին ինչքան գոհ է Մեխակյանից, որ իր տունը նորոգում ու սարքում է եւ տեսանյութում խոստանում ընտրել Արգիշտի Մեխակյանին։ Ահա այսպես հին ձևերով հեղափոխական իշխանությունը ծյունին գարված ընտրությունների է մասնակցում, ընտրակաշառքը տալիս են միջնորդներով։